Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, կառավարության հարգարժան անդամներ, հարցը սողում եմ առողջապահության նախարար Տիկին Ավանեսյանին։ Տիկին նախարար, վերջերս քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ քննարկման առարկա դարձավ մի հարց, որը իմ խորին համոզմամբ մտահոգիչ է մեր հասարակության լայն շրջանակների համար։ Հարցը վերաբերում է թանկարժեք վիրահատություններին, որոնք երբեմն գերազանցում են 5 միլիոն դրամը։ Այդպիսի դեպքերը եզակի չեն եւ ընդգրկված չեն պետպատվերի շրջանակներում։ Ցավոք սրտի երբեմն վիրահատությունները չեն տալիս ցանկալի արդյունք եւ բուժարուի կյանքը փրկել չի հաջողվում։ Հարգարժան նախարար, հնարավոր է արդյոք այնպիսի մեխանիզմներ մշակել, որպեսզի նման ցավալի ելքից հետո բուժարուի ընտանիքին վերադարձվի ծախսված գումարի գոնե կեսը։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, ընդհանուր առմամբ վիրահատության արժեքը իր մեջ ներառում է կատարված աշխատանքը, նյութածախսը եւ այլն եւ այլն եւ այլն, եւ դրա մեծամասնությունը ըստ էության իրականացվում է անկախ նրանից անձի կյանքը հնարավոր է լինում փրկել, անգամ դուրս գրումից հիվանդանոցից հիվանդանոցային բուժ ծառայությունը ստանալուց հետո մենք ունենում ենք դեպքեր, երբ որ ցավոք սրտի չի լինում ուրեմն հիվանդի կյանքը փրկել։ Այս պարագայում պիտի մենք հասկանանք, որ այնուամենայնիվ բուժօգնությունը տրամադրվել է եւ կատարվել է դրա շրջանակներում ծախսեր։ Ես ուրեմն ասեմ նաեւ, որ բժշկական կենտրոնների կողմից որոշ դեպքերում որոշակի վերահաշվարկ իրականացվում է այն ծառայությունների կտորի մասով, որոնք որ վիրահատությունից հետո տրամադրվելիք հատվածն են եղել եւ որոշակի վերադարձ իրականացվում է, բայց ընդհանուր առմամբ այո մենք հասկանում ենք, որ մանավանդ նման բարձր տեխնոլոգիական, մասնագիտական կարողություններ պահանջող թիմային վիրահատությունների պարագայում անկախ նրանից ինչ արդյունք է ունենում վիրահատությունը, այնուամենայնիվ ծախսը իրականացվում է եւ պետք է սա ըստ էության մենք հաշվի առնենք։ Ունեք արձագանք։